2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում, Փաշինյան։ Մեր պարտքն է արժանավորել անցյալի դասերը եւ ամեն օր նպաստել խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ ապագայի կերտմանը, Հայաստանի նախագահ։ Հայաստանի արտգործնախարարության ղեկավար կազմը եւ աշխատակիցներն այցելել են հաղթանակ զբոսայգի։ Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը, վարչապետ։ Շվեդական հարթակը բացահայտել է Հայաստանում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը։ Ադրբեջանից Հայաստան է առաքվում վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։ Եվրամիությունը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան Եվրամիության, Էրդողան։ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ ՆԱՏՕ-ն, Պուտինը ելույթ է ունեցել հաղթանակի շքերթում։ Ռուսաստանն ու Ուկրաինան հաստատել են հրադադարի և գերիների փոխանակման մասին հայտարարությունը։ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է, Ուշակով։